Նոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն ողջույն դուք միմյանց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Մեզ եւ ձեզ մեծ ավետիս Պիտի ասեք ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր հետհարության երրորդ կիրակին է։ Եվ երրորդ կիրակին կոչվում է աշխարհամատրան կիրակի կամ կանաչ կիրակի։ Ինչու է կոչվում աշխարհամատրան եւ կանաչ կիրակի այսօրը։ Սիրելի հավատացյալներ, մենք քրիստոնեական մեր կենցաղով ապրելակերպով անցնող օրերի ընթացքում ինչ արեցինք։ Մենք նախ անցանք մեծի պահոց օրեր 40 եւ ավելի եւ այդ օրերը մենք օգտագործեցինք որպեսզի ինքնակնման, ինքնամաքրման ճանապարհով գտնեինք մեր կատարած բոլոր մեղքերը եւ Աստծուց թողություն խնդրեինք, որ Աստված ների մեզ այդ մեղքերի համար։ Եվ կարևորագույն նպատակը որն էր, որ Քրիստոսի հարության օրը, որպեսզի կարողանայինք մենք մեր հոգիների մեջ տեսնեինք հարության փրկչին, ստանալ նրա օրհնությունը, օգնությունը, պետք է մեր հոգիները հաճելի բնակարան դարձնեին Քրիստոսի համար։ Եվ այսօր երրորդ կիրակին է, հետ հարության տոնը մենք միասին վստահ ենք, որ այդպես մաքուր կանաչ հոգիով դիմավորեցին Քրիստոսի հարությունը մեր հոգիների մեջ։ Կանաչ գույնը բնության մեջ ինչպես է, գալիս է գարունը, այսպես ամեն ինչ կանաչապատվում է եւ շատ գեղեցկանում է գարնանը բնությունը, այնպես ինչպես բնությունն է գեղեցկանում, այնպես էլ մեր հոգիներն են գեղեցկանում, որովհետեւ հետ հարության մենք շրջան պիտի ապրենք եւ բնականաբար որպես մարդ բազմաթիվ մեղքեր գուցեև կատարենք եւ Աստծուց թողություն խնդրենք եւ ստանանք։ Բայց այս պահին ինչպես բնությունն է, այսպես կանաչ, մաքուր, թարմ, անուշաբույր, այնպես է յուրաքանչյուրի հոգիներն են այդ վիճակների մեջ։ Քանի դեռ մեղքեր չեն կուտակել մեզ մեջ։ Եվ կոչվում է նաև աշխարհամատրան կիրակի։ Գիտեք, մատուրը առաջին եկեղեցին է, մենք բոլորս գիտենք, չէ՞ որտեղ է առաջին եկեղեցին հիմնադրվել։ Ով որ գիտի լավ, բայց ով որ չգիտի, ասեմ, Երուսաղեմում, Քրիստոսի գերեզմանի վրա։ Քրիստոսի գերեզմանի վրա է կառուցվել առաջի եկեղեցին քրիստոնեական եւ պատմության ընթացքում տարբեր Քրիստոսի տարածման հետ զուգընթաց, հիշում եք, Քրիստոս ասաց չէ առաքյալներին, պատգամ տվեց, հորդոր տվեց, ասեց հոգի գալստից հետո գնացեք, մկրտեցեք բոլոր հավատացյալներին հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, տարածեք այն, ինչ որ ես ձեզ որպես վարդապետ ուսուցանեցի։ Եվ այդ քարոզի հետ զուգընթաց նաեւ, որովհետեւ դրանք հարյուրամյակներ տևեցին տարբեր ժողովուրդների կյանքում, բայց տեսնում ենք արդեն 4-րդ դարի սկզբում 301 թվականին արդեն շնորհիվ Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալների քարոզչության կարողացավ տարածվել Քրիստոսի խոսքը Հայաստանի մեջ այնքան, որ նույնիսկ որպես առաջին պետական կրոն ընդունեցին քրիստոնեություն, ընդունեցինք մենք։ Եվ գրեթե նույնքան ժամանակահատվածում հսկա հռոմեական կայսրություններ եւ հռոմեական կայսրության
եւ դժվարությունները անցնելով, նահատակությունների միջով անցնելով, հաջորդ կիրակի Կարմիր կիրակին է հավանաբար այդ մասին կխոսվի եկեղեցում, թե ինչի միջոցով կարողացանք մենք հասնել քրիստոնեական եկեղեցու հաղթանակին։ Եվ աստիճանաբար տարածվեց քրիստոնեական եկեղեցին ամբողջ աշխարհի մեջ, որով մենք հպարտանում ենք այսօր, որ ճշմարիտ Քրիստոսի հավատքի մեջ ենք զորացրած եւ կամ հավատքի մեջ ենք ամեն օր փորձում զորացնել։ Լավա, թող խոսի։ Ուրեմն գիտեք, ես շատ հաճախ եմ եկեղեցում խոսում մեր հավատացյալների այդ թեմաների մասին, որ մենք միշտ հպարտանում ենք քրիստոնյա լինելով, բայց շատ քիչ բան գիտենք մենք մեր եկեղեցուց, որի հավատացյալներն ենք մենք։ Գիտեք օրինակ, որ հայ առաքելական եկեղեցին քանի նվիրապետական աստիճան ունի, կամ հոգևորականները ովքեր են, տերն են, թե սպասավորներն են։ Գիտեք, չէ՞։ Իհարկե գիտեք, որ սպասավորներն են, չէ՞։ Եկեղեցու բոլոր, ուրեմն եկեղեցու սպասավորները հոգևորականներն են։ Նույն առաքյալներին, ինչպես Քրիստոս պատգամ տվեց գնալ, առաքյալների պատգամի շարունակողներն են, որոնք ստանում են իրենց օծումով այդ իրավունքը։ Բայց ես չեմ ուզում անցնել եւ չասել, թե որոնք են այդ նվիրապետական աստիճանները, որոնցից շատերին ես վստահ եմ մեր հավատացյալները նամանավանդ ձեռնադրությունների ժամանակ տեսնում են։ Ուրեմն հայ եկեղեցին ունի 9 նվիրապետական աստիճան։ Առաջին սպասավորը եկեղեցու կաթողիկոսն է։ Եվ կաթողիկոսը 9-րդ աստիճանն է։ 8-րդ աստիճանը եպիսկոպոսած դասն է։ 7-րդ աստիճանը բոլոր ամուսնացյալ հոգևորականներն են եւ կուսակրոն նաեւ, որոնք դեռ եպիսկոպոս չեն։ 6-րդ աստիճանը սարգսակությունն է։ Եվ սարգսակությունը ուրեմն ձեռնադրություն ստանալուց հետո է, որ մեր այստեղ մենք ունենք նաեւ սարգսակներ եւ նաեւ դպիրներ ունենք, որոնք որ դեռ չունեն այդ աստիճանը, մի մասը սպասում են կստանան շուտով։ Այսինքն հայ եկեղեցին ներքևից որ սկսենք, ունի 4 ցածր աստիճաններ, որոնք այսպես դպրած աստիճանով են ստանում։ Տեսած կլինեք եկեղեցիներում, մեր եկեղեցիում ծառայող դպիրները այսպես կամ թեկնածուները այսպես ընկաչոք մոտենում են եւ եպիսկոպոսը նրանց ձեռնադրում է, տալիս է դպրության 4 աստիճանները։ Դա եկեղեցու ցածր 4 աստիճաններն են։ Որոշակի իրավունքներ է տրվում նրանց, ովքեր որ հաճախում են եկեղեցի։ Ուրեմն 5-րդ աստիճանը դա կիսասարգսակության աստիճանն է։ Կիսասարգսակության։ 6-րդ աստիճանը սարգսակներն են։ Նրանք, ովքեր որ եկեղեցում սպասավորում են, երբ որ պատարագ է մատուցում եկեղեցում, սարգսակներն են սպասարկում պատարագչին, ինչպես Ստեփանոս նախավկան էր, չէ, սարգսակներ, չէ սպասավորում ընթրիքի ժամանակ։ Այսինքն 7-րդ աստիճանը արդեն քահանայության աստիճանն է, 8-ը, ինչպես ասեցի, եպիսկոպոսը եւ 9 կաթողիկոսն է։ Ես ուզում եմ բարենորոք, ուզում եմ նորոգվենք, այս օրերին դա համահունչ է, իմանանք հայ առաքելական եկեղեցի, որ գնում ենք, ով ինչ աստիճան ունի։ Այդ նվիրապետական աստիճաններով են դասավորվում եկեղեցու ուրեմն կարգերը։ Եվ նաև ամեն մեկին որպես հավատացյալներ, երբ որ մենք շատ ենք տեսնում, էլի հավատացյալը մոտենում է հանկարծակի մի վարդապետ է մոտենում, քանի որ չի իմանում, ինչպես պիտի ողջունի, ինչ ասի իրեն, ոնց ասի, բարև ձեզ ասի, թե ոնց ասի, չի իմանում, ստիպված թեքում է ճանապարհ, ասում ավելի լավ է գնամ հեռու, չգնամ ինչ-որ բանի մեջ ընկնեմ, սխալ բարևեմ, հետո հանկարծակի ասեն դու սխալ ասեցիր։ Դրա համար ես ուզում եմ ասել, երբ որ քահանային մոտենում են, չեն ասում բարև ձեզ, ասում են օրհնեցեք Տեր Հայր։ Հենց որ տեսնում ենք քահանային, որ մոտենում են, պիտի ասեն օրհնեցեք Տեր Հայր։ Տեր Հայրը պիտի պատասխանի Աստված կամ պատասխանում է Աստված օրհնի։ Հա?
հավատացյալը դիմում է ողջունի ձևը օրտնեցեք Տեր Հայր եւ քահանան ասում է Աստված օրտնի։ Ինչ տարբերություն կա ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաների մեջ, որտեւ կուսակրոն հոգեվորականները չէ աբեղա վարդապետ, այրագուն վարդապետ, չէ, նրանք եպիսկոպոս չեն, բայց նրանց էլ պիտի բարևեն, բայց եթե գիտենք մեծամասամբ եթե հանդիպեք, որ վեղարով է, գիտեք, չէ վեղարով, մեր եկեղեցու այս գլփետի նման, եթե հոգևորականը գլխին գլխարկ ունի, ուրեմն ինքը չամուսնացյալ հոգևորական է, հա, չամուսնացյալ կուսակրոն հոգևորական է ինքը, եւ իրեն ողջունելու ժամանակ պիտի ասեք Աստված օգնական, Հայր Սուրբ, եւ ինքը ասում է Աստված պահապան, այստեղ որ մենք մի քիչ ավելի ուշադիր մոտենանք, տեսնենք ժողովուրդը մեծամասամբ քաղաքներում, բնակիչները, այսպես բնակավայրերում, եկեղեցիներում հոգևորականները մեծամասամբ քահանաներ էին լինում։ Երբ որ մարդիկ տեսնում են քահանաներից ակնկալում են օրհնություն եւ ստանում են օրհնություն, օրհնեցեք Տեր Հայր Աստված օրհնի։ Իսկ կուսակրոն հոգևորականները նրանք մեծամասամբ վանքերում էին, ճգնավորական կյանք էին ապրում։ Զարգացնում են մեր հոգևոր աստվածաբանական գիտությունները, այսպես ավելի գիտական աղոթքի մեջ էին գտնվում, որտեղ իրենք վանքերում են ամփոփված։ Այնտեղ էին, այդ սահմաններում են լինում։ Եվ հավատացյալ իրեն տեսնելով, ասում էր Աստված օգնական քեզ, որպեսզի այդ դժվարություններից կարողանաս անցնես։ Ինքը ասում է Աստված պահապան։ Տեսնում եք, ժողովուրդը չի ասում օրհնեցեք, օրհնություն, այլ ընդհակառակը ժողովուրդը ինքն է օրհնում։ Ուրեմն գիշեք, չէ՞, քահանաներին օրհնեցեք Տեր Հայր, վարդապետներին, աբեղաներին, վարդապետներին, ծայրագուն վարդապետներին Աստված օգնական Հայր Սուրբ եւ եպիսկոպոսներին, որոնք գրեթե նույն հագուստներն են կրում, կարող եք շփոթվել հանգարցակի չիմանաք ինքը եպիսկոպոս է կամ ինքը եպիսկոպոս չէ, կարող եք ասել Աստված օգնական ու ոչ մի բան չասեք, Հայր Սուրբ չասեք։ Որտեւ դրանից հետո Աստված նորից որտեւ վարդապետ եպիսկոպոսներն են կուսակրոն, իրենց հետ նորից նույն կերպ են ողջունում, բայց եթե չգիտեք եպիսկոպոսա կաթողիկոս, ասեք Աստված օգնական, ինքը կասի Աստված պահապան։ Իսկ եթե եպիսկոպոսը վստահ է, որ եպիսկոպոս է, ասում եք Աստված օգնական սրբազան Հայր, հա? Աստված օգնական սրբազան Հայր, պատասխանը կլինի նույնը։ Աստված պահապան։ Գիշեք, չէ՞ ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ, որ սա այնպիսի հարցեր են, որ մենք գրեթե միշտ առնչվում ենք։ Ոչինչ, որ մեկին մի քիչ սխալ բարևեք, այդ պահին կարող է ինքը ձերուս բարև ասեք, ինքը ձեզ ասի ողջույն, բարև բան չասի, բայց լավ կլինի, որ մենք միշտ որ հպարտանում ենք, հա, ուրեմն մեր առաջի քրիստոնյա լինելով, լավ կլինի, որ այս բոլորը իմանանք, այսօր ես կամաց այդ խոտն եմ, կանաչ խոտն եմ ավելացնում, եկեղեցու, որ մենք իմանանք, որտեղ սա է այսօրվա օրը։ Օրվա իմաստը հենց սա է, որպեսզի թարմացնենք, նորոգենք, անուշաբույր դարձնենք այն հավատքը, որ մեր սրբազան հայրերից մենք ժառանգեցինք։ Ես նաև չգիտեմ, կարող եմ մի քիչ երկար եմ խոսում, ոչինչ ներող կրնեք, բայց մի հարցին եմ ուզում ես անդրադառնալ, շատ կարևոր, շատ այժմիական հարցի, որ այսօր շատ է հոլովում։ Խոսքը վերաբերվում է հայ եկեղեցու ուղղափառությանը։ Հայ եկեղեցին իր տիտղոսի մեջ ունի ուղղափառություն, թե չունի։ Ուրեմն միշտ հիշեք, հայ առաքելական եկեղեցին գտնվում է ուղղափառ ճյուղի մեջ։ Ինչ է նշանակում ուղղափառ բառը։ Դա հունարեն օրթոդոքս բառն է։ Օրթոդոքս նշանակում է ճշմարիտ հավատք։ Ճշմարիտ հավատք։ Մեր եկեղեցին, որ առաջի քրիստոնյա եկեղեցին է, ոնց կարող է ճշմարիտ հավատք չլինել։ Եվ սա անտեսելը նաև երբեմն թյուրիմացությունների մեջ է գտնվում, մոտ եղել է իմ եկեղեցական հոգևոր կյանքի ընթացքում եղել եմ, չեմ ուզում եկեղեցի անունը ասեմ, բայց այնտեղ որպես հյուրաբար է գտնվում եւ այնտեղ երբ որ իսպիրի ներկայացներ, ինքը մեր եկեղեցին ներկայացրեց որպես
կիսաուղափառ եկեղեցի, որտեվ եթե ուղափառ ճշմարիտ հավատք է, իրենց էլ է ճշմարիտ հավատք, ուրեմն ինչպես կարող է եւ մեր լինել ճշմարիտ եւ իրենց։ Իհարկե, ես իմ խոսքի մեջ հետո ասացի, որ մեր եկեղեցին ունի իր անվանումը եւ այդ անվանումով են բոլորը պարտավոր կոչել։ Իմ անունը Տերնորայր է, ուրեմն Տերնորայր պիտի ասեք։ Իրավունք չունեք բնորոշումներ տալու։ Նամանավանդ, որ մենք առաքելական ծագում ունենք, չէ՞, Թաթիոս Բարթողմեոսն են եկել հիմնադրել մեր եկեղեցի։ Մենք նոր դուրս չենք եկել ինկուբատորի ճտերի նման, միայն օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես հիշում եմ 70-ական թվականներին միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 300 տեսակի երիտասարդական տարբեր եկեղեցիներ կային։ Ես մի անգամ այդպես ուսումնառության տարիներում հետաքրքրվում եմ, տարիներին հետաքրքրվում եւ այդ պեղումների ժամանակ տեսա, որ միայն Միացյալ Նահանգներում 300 տեսակի միայն երիտասարդական ուրեմն եկեղեցական կազմակերպություններ։ Մեր եկեղեցին առաքելահիմն եկեղեցի է եւ դա մեզ միշտ մեծագույն կանաչ այն խոտի կանաչ գույնի բուրմունքը պետք է ունենա տա մեր հոգիներին, մեզ որպես իրավունք։ Եվ այդ իրավունքը մենք չենք որ ստեղծել ենք, սա մենք ժառանգել ենք հազարամյակների ընթացքում։ Եվ այդ ժառանգությունը մենք այդ ժառանգության մենք այսօր ժառանգորդ ենք եւ նաեւ կարեւորագույն պարտականություն ունենք այդ ճշմարիտ հավատքը մեզանից հետո փոխանցելու։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցին միանշանակորեն ճշմարիտ հավատքի վրա է եւ ուղափառ եկեղեցի է։ Չգիտեմ, ինչքանով ձեզ հետաքրքրում են այն թեմաները, որ ես ուզեցի ասել, բայց ուզում եմ բոլորիդ նորից շնորհավորեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով։ Թող Տիրոջ հարությունը օրհնաբեր լինի յուրաքանչյուրիդ համար։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը ձեր հոգիների մեջ մշտապես գոնե այս 50 օրերին միջև հոգին գալուց, երբ որ մենք բոլորս միասին այսօր վայելում ենք Տիրոջ ներկայությունը մեր մեջ, այդ օրհնությունները զգանք եւ այդ օրհնությունը կարող ենք ճիշտ կրողները լինել եւ տարածողները լինել։ Եվ այդ օրհնությունները թող իրականացնեն ձեր բոլորի եւ ընտանեկան, եւ անձնական բոլոր երազանքներն ու ցանկությունները։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը լինի մեզ բոլորիս հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս հարյավ իմերելոց։ Ամեն։ Եվ դուր մեզ